Պան Բաբգրացյան, անապահովության գնահատման նոր համակարգը, որ պիլոտային եղանակով արդեն կիրառվում է մի քանի երկու մարզում է կիրառվում, ամբողջը դրա մասին է, որ մարդուն մենք անընդհատ դրդում ենք, որ ինքը գնա աշխատի եւ ապրի։ 1, 2, 3 ուղեկցում ենք կրթական ծրագրերով եւ այլն աշխատանքի առաջարկով եւ այդպես շարունակ։ Եթե չի անում, մեր կանխավարկածն է, որ այն մարդ ուրիշ եկամուտ ունի, դրա համար էլ չի անում, հակառակ դեպքում մարդին չի հրաժարվում աշխատել։ Հաջորդը, ես մի խնդրանք ունեմ մեզ բոլորիս եւ ինքս էլ փորձում եմ ինքս իմ մեջ դա փոխել։ Տեսեք, մենք միշտ ասում ենք հանրային գիտակցությունը եւ նկատի ենք ունենում ինչ որ ուրիշ տեղ գտնվող ինչ որ մի բան։ Հանրային գիտակցությունը մենք ենք։ Ես եմ, դուք եք, երրորդն է, չորրորդն է, այդ թվում հանրությունն է, այդ մենք ենք։ Որովհետև մենք ովքեր ենք, Ժողովուրդ ջան, մենք հանրության մեջից այստեղ հայտնված մարդիկ ենք։ Հա 7 տարի է մենք այս կարգավիճակը ունենք, բայց դա չի նշանակում, որ մենք դադարել ենք հանրության մաս լինել։ Եվ հանրության մտածողության բոլոր այն հնարավոր կետերը, որը բարելավման կարիք ունի, առաջինը մեր գլխում է, մեր մեջ պետք է դա փոխենք, որ հանրության մեջ էլ փոխի։ Հանրությունը, մենք էլ հանրության առաջնորդությունը ստանձնել ենք։ Ուրեմն եկեք անենք այդ առաջնորդությունը։ Ոչ թե ամեն անգամ մտածենք, վայ, բա, եթե մենք համոզված ենք, որ մենք ճիշտ բան ենք անում, իսկ մենք համոզված ենք, այդ գույքային հարկի հետ կապված ինչքան սենց անընդհատ ամբողջ սոցիալական ցանցում, քաղաքական թիմի ներսում, քաղաքական թիմից դուրս, բայց մենք էլի ուզում եմ հասկանանք պետական եւ համանքային բյուջեն այնա թե մարդը ոնց է ապրում Հայաստանի հնարավոր չի որ պետական բյուջեին քիչ փող վճարես եւ լավ ապրես չի կարա այդպիսի բան լինի չի կարա ուղղակի այդպիսի բան լինի